Պաշտոնական Երևանը խախտեց լռությունը։ Նախարարն արձագանքել է 18-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու Բաքվի որոշմանը։ Եթե լինեն իրավական պրոցեսներ, մեր միջազգային հարցերով գրասենյակը կառավարության համապատասխան միջոցներ կձեռնարկի։ Ինչ վտանգների են բախվելու տավուշցիները գյուղերի հանձնման դեպքում, իրավապաշտպաններ նահանջում են։ Կարող են լինել առևանգումներ, վաղը մյուսօր, երբ որ կլինեն մեր ճանապարհների երկայնքով կանգնած, ցանկացած ավտոմեքենա կարող են կանգնեցնել։ Պատրաստ չեն ապրել ադրբեջանցիներով շրջապատված, արցվաշենցիները անկլավի շուրջ խոսակցությունների մասին։ Չկա ձևավորված Արցվաշենի վերադարձի հանրային պահանջ։ Ինչ ճակատագրի է արժանանալու մարտի 1-ի գործը, սուր հարցեր խորհրդարանում։ Մարտի 1-ի հետ ոնց որ փակվում եք, թե բաց է։ Միջազգային հանրությունն ընդդեմ Իսրայելի, Վաշինգտոնը հրադադարի փաթեթի առջև կանաչ լույս վառեց ՄԱԿ-ում, Թել Ավիվը վրդոված է։ Ում ձեռքի գործն է Կրոկուսի ահաբեկչությունը, Պուտինը գիտի կատարողներին, բայց կարևոր է համարում բացահայտել պատվիրատուներին։ Եվ հաղթական հիշողություններ Պրահայից, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերականգնվել են ու պատրաստ են Չեխիայի հետ խաղին։